Թրամփը զգուշացրել է Իրանին, որ իր երկիրը ուժով կպատասխանի, եթե Թեհրանը իրականացնի իր դեմ ենթադրյալ մահափորձի սպառնալիքները։ Նրանք դա չեն անի, բայց ես ծանոթում եմ թողել, ես շատ հստակ հրահանգներ ունեմ, ինչ էլ որ պատահի, մենք կպայթեցնենք ամբողջ երկիրը, ասել է ԱՄՆ նախագահը News Nation-ի հետ հարցազրույցում պատասխանելով Իրանի ղեկավարության կողմից շարունակվող սպառնալիքների մասին հարցին։ ԱՄՆ նախագահի դեսպան Ստիվ Վիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 22-ի հանդիպման մասին։ Խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման մասին, ասել. Ուկրաինացիները ասում են, որ մենք ավելի շատ առաջընթաց ենք գրանցել, քան վերջին մի քանի տարիների ընթացքում։ Մենք այս առաջընթացը գրանցել ենք Ժնևի հանդիպումից ի վեր։ Այսպիսով նշանակալի առաջընթաց է գրանցվել վերջին 6 շաբաթների ընթացքում։ Մակրոնը Դավոսից հեռացել է առանց Թրամփի հետ հանդիպելու, հաղորդում է Պոլիտիկոն։ Երեքշաբթի ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում հրապարակել է ֆրանսիացի գործընկերոջ հաղորդագրությունը, որում ֆրանսիացին առաջարկել է հինգշաբթի օրը մեկնել Փարիզ։ Նա նաև խոստովանել է, որ չի հասկանում Վաշինգտոնի գործողությունները Գրենլանդիայի վերաբերյալ։ Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Երկու ղեկավարները քննարկել են Անկարայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ։ Իսլամական պետությունը, հավերժական խմբավորման դեմ պայքարը եւ սիրիական բանտերում պահվող դրա անդամների վիճակը եւս օրակարգում են եղել։